Կոնկրետ այս մանկապարտեզը կառուցվել է ամբողջությամբ պետական ֆինանսավորմամբ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվերով, իսկ ընդհանուր առմամբ կառավարության համար գերակա ուղղություններից մեկը հանդիսացող 500 մանկապարտեզների եւ 300 դպրոցների կառուցման ծրագրի ֆինանսավորման աղբյուրները մի քանիսն են։ Այդպիսի մանկապարտեզներ կառուցվում, նորոգվում կամ հիմնանորոգվում են պետական սուբվենցիոն ծրագրի միջոցով, համայնքների եւ պետության համաֆինանսավորմամբ։ Այստեղ կուզեմ ասեմ, որ սա այն ծրագրերից է, որտեղ պետական համաֆինանսավորման թիվը գերազանցում է 70 եւ ավել տոկոսը, կախված ամենքի դիրքից, մայրաքաղաքից, հեռավորությունից եւ այլ պայմաններից, բայց մենք մանկապարտեզներ կառուցում ենք նաեւ ամբողջովին պետական բյուջեի ֆինանսավորմամբ, արդեն ասացի Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվերով, քաղաքաշինության կոմիտեի պատվերով, արդեն մի քանի 100 մանկապարտեզներում շինարարական աշխատանքներ են ընթանում, որոշները մեծ մասը ազդվել են շահագործման, հանրապետության տարբեր մարզերում, այդ թվում նաև Շիրակի մարզում, որոշներում շինարարական աշխատանքները այս պահին տարբեր շինարարական փուլերում են եւ կավարտվեն առաջիկա տարվա ընթացքում եւ մենք 2026 թվականի պլանավորած 500 մանկապարտեզների մասով շարժվում ենք գրաֆիկին համապատասխան եւ այդ ծրագիրը մենք հաջողությամբ իրականացնենք։ Պարոն Խուդայթյան, մանկապարտեզները իհարկե կարևոր են, բայց գյումրեցիների համար այս պահին փողոցների անմխիթար վիճակը առավել մտահոգիչ է։ Պարոն Մինասյանը հուսամ հասցրել է ամբողջ պատկերը ներկայացնել, դուք էլ եք եղել Գյումրիում բարբերաբար գալիս եք։ Այս ուղղությամբ ինչ ծրագրեր կան, առաջիկայում ինչ անելիքներ ունեք։ Պարոն Մինասյանի հետ շրջայց ունեցել են քաղաքի տարբեր փողոցներում, որոնք հիմնանորոգվել են վերջին ժամանակները կառավարության ֆինանսավորման հիմնականում եւ նաեւ ուրախությամբ պիտի արձանագրեմ, որ պարոն Մինասյանի հետ արդեն քննարկել են մի շատ կարեւոր փողոցի, Շիրակացու փողոցի հիմնանորոգման աշխատանքները, իր առաջարկությամբ այդ փողոցի աշխատանքները ներառվել են պետական ուրեմն բյուջեի ֆինանսավորման ծրագրում եւ պիտի ուրախությամբ արձանագրեմ, որ հիմա առաջիկայում կմեկնարկի նաեւ բուն շինարարական գործընթացի մրցույթային փուլը եւ առաջիկայում նաեւ շինաշխատանքներ կմեկնարկեն այդ փողոցում, որը Գյումրիի համար կարևոր նշանակություն ունեցող փողոցներից մեկն է։ Ընդհանուր առմամբ դուք ականատես եք եղել, որ բազմաթիվ փողոցներ այս ընթացքում տարբեր ծրագրերի արդյունքում նորոգվել եւ հիմնանորոգվել են Գյումրիում եւ առաջիկա տարիների ընթացքում այդ տեմպը ոչ միայն չի կրճատվելու, այլև ավելի է բազմապատկվելու եւ պետական բյուջեի ուղիղ ֆինանսավորման եւ նաեւ պետական համաֆինանսավորման ծրագրով պետություն համայնք Մենք խիստ վերահսկողական միջոցառումներ ենք ձեռնարկում, նաև պատվիրատու ուրեմն գերատեսչությունները առաջին հերթին ճանապարհային դեպարտամենտը որպես ճանապարհների հիմնական պատվիրատու եւ նաև քաղաքաշինության կոմիտեն եւ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը, որպեսզի շինարարական օբյեկտները վերջում հասնում են շահագործման առանց թերությունների։ Ճանապարհաշինական բլոկի մասով պետք է ասեմ, որ վերահսկողական նոր գործիքներ են ուրեմն ներդրել առաջին հերթին զարգացնում են ճանապարհային դեպարտամենտի լաբորատոր կարողությունները եւ այսուհետեւ պետական եւ համայնքային բյուջեի ֆինանսավորման բոլոր փողոցները պարտադիր պետք է նմուշ առնվեն նաև պետական ճանապարհային դեպարտամենտի լաբորատորիայում, ինչը հնարավորություն կտա մեզ էական մեղմել ուրեմն թերությունները եւ վերջնարդյունքում ճանապարհները եւ մեր մյուս շինարարական օբյեկտները շահագործման հանձնել լավ վիճակում։ Իսկ արդեն բացի այլ շինություններ, այլ կառույցներ, մանկապարտեզներ, մշակույթի տներ եւ այլն, էլի թերություններով են շինարարի նկատմամբ պատժամիջոցների կիրառում կամ վերահսկողությունը ավելի ուժեղ դարձնելու։ Մենք այս առումով տասնյակ միջոցառումներ ենք ձեռնարկել եւ ունենք տասնյակ շինարարական օբյեկտներ, որտեղ շինարարները վճարվել են մասնակի, թերի մասերի համար չեն վճարվել, եղել են օբյեկտներ, որտեղ թերի իրականացված աշխատանքները քանդվել են։ Շիրակի մարզում էլ այդպիսի օբյեկտ ունենք, մարզը համալիր է կառուցվում Արթուր Ալեքսանյանի անունով, որտեղ թերություններ են արձանագրվել եւ քաղաքաշինության կոմիտեի գործընկերների միջոցով այդ թերությունները արագ շտկվում են եւ հույս ունենք, որ այդ օբյեկտները եւ մանավանդ մարզը համալիրը առաջիկայում կանցնեն շահագործման հնարավորինս սև ժամկետում։ Տեսեք, այս թաղամասում ներկա պահին խճապատում կամ ինչ-որ ժամանակավոր լուծումներ առաջարկվում բնակիչներին, որը չի արվել տարիներ շարունակ։ Հիմա այս միջոցները ինչքան պիտի տևեն ենթադրենք, մինչև երբ ժամանակավոր, մինչև հիմնականին
Մենք հետևյալ պատկերը ունենք հանրապետության տարբեր քաղաքներում, այդ թվում Գյումրիում, երբ որ հարյուրավոր կենտրոնական փողոցներ եւ կարևոր թաղամասեր պատշաճ ուշադրության չեն արժանացել եւ 30, 40, 50 տարվա հողային կամ ասֆալտապատ ճանապարհներ եւ թաղամասեր ունեն։ Ձեր նշած թաղամասի մասով է սպային խճապատման աշխատանքներ են իրականանում եւ առաջիկայում նաեւ բուն շինարարական process-ը կմեկնարկի, այնպես որ այս թաղամասը, ինչպես Գյումրիում այլ թաղամասեր, նորմալ տեսք ունենան գյումրեցիներին արժանի միջավայր կդառնա։